Հաջորդ ջան, եկեք ցույց տանք, հիմա դաշտում եթե ունենք անցանկալի ծառատեսակ, ոնց ենք սորտափոխություն անում։ Առաջի փուլը պատվաստը սկսելուց առաջ պետք է արդեն ուշադրություն դարձնենք պատվաստանյութին, որ առողջ պատվաստանյութ ունենանք, դրան ինչ-որ հիվանդություններ չլինի, որ հիվանդ պատվաստանյութը չտեղափոխենք պատվաստի միջոցով մյուս պատվաստակալի վրա։ Պատվաստանյութը կտրելուց ուշադրենք լինում, որ հասունացած լինի։ Բեր մոտի։ Օրինակ այս պատվաստանյութը գույնից էլ այրվում, արդեն հասունացած է, մինչև այս հատվածը։ Այս վերևի կանաչներով պատված չեք անում, սրանք հասունացած չեն, մինչև ստեղ օգտագործվող աշկեր են։ Պատվաստանյութը կտրելուց շատ քիչ չեն կտրում միամյա շիվը, ստեղից չեն կտրում, որպեսզի չփչանա շիվը։ Իրան թողում ենք ինչ-որ հատված, օրինակ ստեղ շիվ ունենք, ստեղից կարանք կտրենք, հետագային որ ինքը աճի։ Հաջորդ փուլը արդեն պատվաստանյութի պատրաստումն է։ Պատվաստի մաքրում ենք տերևակոթը այս հատվածներից։ Եթե քիչ քանակի պատվաստ եք անում, կարաք մաքրեք ու միանգամից տանեք պատվաստ անեք։ Եթե պատվաստը շատ է, այսպես մաքրում ենք։ Հաջորդ փուլով արդեն հեռացնում ենք բազմամյա շվերը, թողում ենք միամյա շվերը, որի վրա պետք է պատվաստ անենք։ Արդեն ունենք միամյա շվերը, որի վրա պետք է պատվաստ անենք։ Բազմամյա շվերը արդեն հեռացվել են, հիմա սկսում ենք պատվաստը։ Դերմատիտիս կարևոր բան է։ Հարսանիքների վրա բուկից շպրտելու նման կարևոր է, հա, գլխավորը էս։ Տեղաձև կտրվածք ենք անում։ Բեր։ Կեղևը բացում ենք։ Սենց հեշտ պետք է ինքը բնափայտից անջատվի։ Եթե բնափայտից չի անջատվում, դա լինի սորտափոխության ժամանակ, թե սովորական պատվաստի ժամանակ, կամ պատվաստակալը արմատային խնդիր ունի, կամ ջրաշչի։ Ցանկալի է պատվաստից մի օր, երկու օր առաջ ջրել պատվաստակալները։ Հիմա պատվաստանյութը սենց սկսնակների համար է, էլի։ Պրոֆեսիոնալները արդեն գիտեն ոնց են անում, կարիք էլ չկա ցույց տալու։ Իսկ ամենահեշտ տարբերակն է։ Սպասի։ Բեր մոտիկ։ Պատվաստանյութի աշկը պետք է բացած գրպանիկի չափ լինի, էլի, որ ինքը նորմալ տեղավորվի։ Եթե հանգարց պակասում է, ասես մի թեթև կարակ ավելացնեք, խնդիր չէ դի։ Հիմա սկսում ենք կապել։
Հիմա սկսում ենք կապել, ամենս պիտի կապենք, որ ոտ չանցնի։ Տեսեք, մանրակրկիտ փուլերով ցույց եմ տվել սորտափոխությունը ոնց է կատարվում։ Եթե կկարողանաք, դուք ձեր ծառերը սորտափոխությունը արեք, եթե չեք կարողանա, մենք ունենք մասնագետ, որ կարող դիմեք, ինքը սորտափոխությունը կատարի, պատվաստանյութ ինքը կբերի, պատվաստեմ էլ կանի։ Ամեն սենց ծառի արժեքը սորտափոխության 5000 դրամ է Երևանի մեջ։ Եթե ցանկություն կունենաք, զանգեք։ Էս է մեր սորտափոխված շիվը, եկող տարի գալու արդեն ստեղից կտրել ենք սորտափոխված սորտն է ստեղից դուրս գալու։